Կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է գալիք ուսումնական տարվան վերաբերող մի շարք կարևոր հարցերի՝ նախադպրոցական կրթության տարիքային շեմից մինչև դպրոցականների տեղափոխման և նոր առարկաների ներդրման խնդիրներ։ Փոփոխությունների շարքում առանձնահատուկ տեղ ունի հանրակրթության պետական չափորոշչի վերանայումը, դրա արդյունքում առողջ ապրելակերպ և անվտանգ կենսագործունեություն առարկաների դասավանդման մոտեցումները փոխվում են։ 2026 թվականի սեպտեմբերից դրանք առաջին փուլում կներդրվեն 5-րդ և 10-րդ դասարաններում։ Փոփոխություն է նախատեսվում նաև անվտանգ կենսագործունեություն առարկայի ուղղությամբ։ Այն փոխարինում է նախնական զինվորական պատրաստություն առարկային ունենալով ավելի լայն և գործնական բովանդակություն։ Առարկայի ներդրումը նախատեսվում է փուլային 5-րդից մինչև 11-րդ դասարաններում։ 11-րդ դասարանում անվտանգ կենսագործունեությունը նախատեսվում է կազմակերպել նաև ամառային ճամբարի ձևաչափով, առավել գործնական միջավայրում անհրաժեշտ հմտությունները զարգացնելու նպատակով։ Բնակավարի ընդլայնում ենք ունեցել, որ անվանվել է անվտանգ կենսագործունեություն և առողջ ապրելակերպ, որի շրջանակում նախնական զինվորական պատրաստվածություն առարկան վերափոխվում է անվտանգ կենսագործունեության առարկայի։ Այսպիսով 5-րդ և 10-րդ դասարաններում ունենում ենք անվտանգ կենսագործունեություն և առողջ ապրելակերպ առարկաները արդեն, մնացած բոլոր դասարաններում դեռ խմբակների ձևաչափով ենք շարունակում, մինչև շարունակաբար կներդրվի։ Նաև ասեմ, որ անվտանգ կենսագործունեությունը մինչև 11-րդ դասարան է լինելու, բայց 11-րդ դասարանում ոչ թե առարկան դասերի ձևաչափով է լինելու, այլ ամառային ճամբարի մեկ շաբաթ տևողությամբ երեխաները արշավ են գնալու և այդ արշավի ընթացքում գոյատևման բոլոր հմտությունները պիտի փորձարկեն, կատարելագործեն և զարգացնեն։ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև դպրոցականների տեղափոխման և տրանսպորտի կազմակերպման հարցերին։ Դպրոց հասնելու հասանելիությունն ու անվտանգ տեղափոխումը հատկապես կարևոր են այն աշակերտների համար, որոնց բնակավայրում համապատասխան կրթական հնարավորություններ չկան կամ դպրոցը գտնվում է բնակավայրից հեռու։ Բնականաբար հաշվի առնելով դպրոցաշինության մեծ ծավալները, մենք մշտապես երեխաներին տեղափոխելու խնդիր ունենք, հատկապես 300 դպրոց ծրագրի շրջանակում, իսկ Գյումրիում առավել ևս շատ մեծ թվով դպրոցներ են ընդգրկված եղել ծրագրում, եւ բնականաբար կառուցապատման կամ վերանորոգման ժամանակաշրջանում երեխաները տեղափոխվել են մեկ այլ հաստատություն։ Այդ ընթացքում եթե հեռավորությունը ավելի մեծ է եղել, քան ոտքով գնալու հնարավորությունն է, մարզպետի աշխատակազմի կողմից կազմակերպվել է տրանսպորտային ծառայություն եւ պետությունը փոխհատուցել է այդ տրանսպորտային ծառայությունը, այսինքն որևէ խնդիր չենք ունեցել։ Բնականաբար այն դպրոցները, որոնք արդեն կվերսկսեն իրենց աշխատանքները իրենց շենքերում, արդեն որևէ խնդիր չի լինի։ Փոփոխություններ են նախատեսվում նաև նախադպրոցական կրթության ոլորտում, մասնավորապես երեխաների տարիքային շեմի հետ կապված։ Այս փոփոխությունների նպատակն է նախադպրոցական կրթության կազմակերպումն առավել համապատասխանեցնել երեխաների զարգացման փուլերին եւ կրթական համակարգի նոր պահանջներին։ Այս փուլում մենք կենտրոնացած ենք նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման համար։ Մինչ 2030 թվականը նախադպրոցական տարիքի երեխաների գրկվածության մակարդակը պիտի հասնի 95%-ի։ Իսկ կառավարության այս նոր մշակվող ծրագրով արդեն մենք այդպիսի թիրախ ենք սահմանել, որ 5-ից 6 տարեկան երեխաների կրթությունը պիտի դառնա պարտադիր, ինչը շատ կարևոր է դպրոցական կրթությունը բարեհաջող մեկնարկելու համար։ Այսպիսով գալիք ուսումնական տարին դպրոցների համար մեկնարկում է մի շարք նորություններով, փոխվում են առանձին առարկաների բովանդակությունն ու դասավանդման մոտեցումները, ընդլայնվում է գործնական հմտությունների վրա շեշտադրումը, իսկ կրթական համակարգում շարունակվում են նաև նախադպրոցական կրթության և դպրոցականների տեղափոխման կազմակերպման բարեփոխումները։ Գայանե Հովհաննիսյան, Ռայա Լազարյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Երդվել էի գալ թեժ կռվից, հոգիդ մաքրել արցունքից, երդումս մայր հողին դրվեց, երդվել էի։ Միշտ է դաժան, դժվար է շատ, բայց ծննդյան օրերին, այս սուրբ օրերին ավելի դաժան է։ Հրաչ Մահտեսյանի 25-ամյակը պետք է ուրախությամբ նշեին ընտանիքում, բայց 2020 թվականից ի վեր ընտանիքի անդամներն ու հարազատ մարդիկ օգոստոսի 19-ին Ազատանի զինվորական պանթեոն են գալիս։ Եվ ևս խաղաղության ըստեր աղաչեսուկ, վասն հանգուցյալ օգվոցն, աղաչեսուկ ըսպրկիչը մեր Քրիստոս, զիզնոս անդարդ հասնդասեցը, ևս մեզ կեցուցե շնորհի ողորմության յուրո, ամենակալ Տեր Աստված մեր կեցու է ողորմյա։ Տարիները ցավը չեն մեղմացնում։ 44-օրյա պատերազմում Հրաչը հենց իր կյանքը նվիրեց հայրենիքի համար։ Այսօր էլ մայրը նվեր ընտրելու փոխարեն սփոփանք է փնտրում։ Միակ երևի սփոփանք է, նոր թորնիկ պիտի ունենամ ու տղա,
ու անունը որոշել են դնել Հրաչ, միակ սպոպանքը էդ է, ոչ մի բան չկա, ծնողին ոչ մի բանը չի սպոպում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Հրաչը կռվել է ջրականում։ Պատերազմը Հրաչի վախերի մասին չէր, կռիվ պիտի տար տուն տեղի, հայրենիքի համար անտրտունջ։ Բայց ծառայում էր Մեղրիում, Սյունիքում Մեղրիում էր ծառայում, Ագարակում, բայց պատերազմի օրերին տեղափոխել էին Հադրուտ, Ջաբրայիլ ու դեպքը եղել է Ջաբրայիլ, Հորատիս ճանապարհին մեքենային խփել էին, հատասն էր խփել։ Շատ գոհեր ծառայությունից, շատ գոհեր, ինքը պիտի մնար գյուղում ապրեր ու գյուղատնտեսությամբ, ուրիշ ոչ մի բանը չէր սիրում, ճիշտն ասած, հարստություն, գյուղատնտեսություն։ Ազատանի զինվորական պանթեոնում հայրենիքի համար ընկած ազատանցի հերոսների շիրիմներին հարգանքի տուրք է մատուցել նաև Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Նազելի Բաղդասարյանին։ Նրան խորհրդարանում ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Քնարիկ Հարությունյանը։ 2000-ից 2005 թվականներին գերազանցությամբ սովորել և ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը, իրավագիտության մագիստրոս է։ 2017 թվականին սովորել է Կիևում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ինստիտուտում, ստացել մեդիա իրավագետի որակավորում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1999 թվականին մեդիա ոլորտում, 2003-ից 2005 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում որպես օգնական։ 2005-ից 2006 թվականներին դասավանդել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի Երևանի մասնաճյուղում։ 2006-ից 18 թվականներին գործունեություն է ծավալել մասնավոր ոլորտում որպես իրավաբան, միառժամանակ 2008-ից 2018 թվականներին աշխատել է մեդիա ոլորտում որպես քաղաքական հաղորդումների մեկնաբան, այնուհետև ղեկավարել է ռադիոկայան։ 2012 թվականից գործունեություն է ծավալում որպես տեղական և միջազգային մեդիա փորձագետ։ 2018-ից 19 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդական։ 2019-ից 21 թվականներին ընտրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակով, եղել է ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո վերընտրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Մինչև 2021 թվականի նոյեմբերի 5-ը զբաղեցրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարի պաշտոնը։ Падգամավորական գործունեության ընթացքում եղել է ազգային ժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների անդամ։ 2021 թվականի նոյեմբերին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2023 թվականը։ 23 թվականին փետրվարի 16-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական, իսկ 23-ի հունիսի 23-ից զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնը։ 2025 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում ընտրվել է կուսակցության վարչության անդամ։ Ընդհանրապես ուզում եմ ասել այն սկզբունքները, որը որդեգրելու եմ, եթե արժանանամ ձեր վստահությանը, ձեր վստահության քվեին, հարգելի գործընկերներ։ Առաջին հանգամանքը, որը կուզեմ նշել, դա բաց եւ մասնակցային օրենսդրական գործընթացն է։ Կարծում եմ, որ նախագծերի քննարկման հենց վաղ փուլից պետք է ներգրավված լինեն շահագրգիռ բոլոր կողմերը, արմիությունները, գործատուները, համայնքները, ոլորտային մասնագետները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները ներկայացնողները, որովհետև յուրաքանչյուր օրենսդրական ակտ պետք է նախ եւ առաջ քննարկել եւ դիտարկել նաեւ իրավակիրառների կողմից։ Եվ մասնակցայնությունը լինելու է իմ աշխատանքի կարևոր նախադրյալներից եւ սկզբունքներից մեկը։ Մյուսը, որը կուզենամ նշել, դա տվյալահեն խորհրդարանական վերահսկողությունն է։ Այսինքն տարեկան հաշվետվություններից բացի մենք պետք է հետևենք եւ վերահսկողության շրջանակներում տեսնենք, թե ծրագրերը ինչպիսի իրագործելիություն ունեն։
Եվ շատ հաճախ այս բարձր ամբիոնը օգտագործվում է խնդիրներ մատնանշելու համար, բայց շատ հաճախ երբ որ փորձում ես այդ խնդրի հետևից գտնել, հասկանում ես, որ այն փաստահեն չէ, տվյալահեն չէ, այլ ինչ որ ասե-կոսեների ժանրից է։ Մենք պետք է դադարենք այս ամբիոնը օգտագործել զազրախոսության համար եւ իհարկե քննադատությունը եւ խորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի փաստահեն։ Երրորդը մարզային օրակարգն է, որովհետեւ սոցիալական խնդիրների առկայությունը եւ այդ շոշափումները պետք է զգալի լինեն մարզերում, յուրաքանչյուր ծրագրի հետևից գնալ եւ տեսնել, թե պրակտիկ ինչպիսի ազդեցություն է ունենալու։ Օրենքների փոփոխությունը պետք չէ դիտարկել քանակով, այլ օրենքների փոփոխության հետևում մենք պետք է տեսնենք, թե քանի մարդու ճակատագիր է փոփոխվել եւ քանի մարդ է իր կյանքը բարելավել եւ այդ կյանքը դարձել է բարեկեցիկ։ Եվ իհարկե վերջին կետը մենք անշուշտ ունենք քաղաքական մեծ տարբերություն եւ փառք Աստծո որ ունենք, որովհետեւ մենք նույն արժեքային համակարգը չենք կարող կրել ընդդիմության հետ, մենք չենք կարող ունենալ նույն առաջնայնությունները, մենք չենք կարող ունենալ նույն սկզբունքները, բայց կարող ենք ունենալ նույն մոտեցումները, եթե հարցը վերաբերում է երեխային, ավագ սերնդի ներկայացուցչին, հաշմանդամություն ունեցող անձին, այստեղ կարծում եմ մասնագիտական քննարկման լայն դաշտ կարող ենք բացել։ Եվ մեր հանձնաժողովը առավելապես պետք է լինի հարթակ, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը լսելի դառնա եւ այն խնդիրները, որոնք որ լուծում են պահանջում, ճիշտ հասցեագրվեն։ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի զոհված ազատամարտիկներ փողոցի տարեց բնակիչներն անգամ այս փողոցում հիմնանորոգման աշխատանքներ կատարող տեխնիկա չեն հիշում, բայց վերջին մի քանի օրերին այստեղ շինարարական եռուզեռ է եւ չնայած աղմուկին ու այլ անհարմարություններին բնակիչների համար այս վիճակը հաճելի է։ Շուրջ 1200 մետր երկարության փողոցի հիմնանորոգումը շուտով կավարտվի։ Մենք խորի ու տնի ցեխի մեջ կորուկին ասված էս առողջություն, հաջողություն տա էս կազմակերպողներին, որ բերին կազմակերպին մեր փողոցը լրիվ ասֆալտապատած, տնական լավ շնորհքին գործակատարած, օբրեն իրանք շնորհակալ ենք։ Զոհված ազատամարտիկներ փողոցը հիմնանորոգվում է Գավառի 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Կառավարություն համայնք գործակցության արդյունքում իրականություն է դառնում այս փողոցի բնակիչների երազանքը։ Նրանք եւս կունենան բարեկարգ պայմաններով երթևեկելու հնարավորություն։ 111 միլիոն 186 հազար դրամ արժեցող ծրագրի համար համամասնորեն ֆինանսական հատկացումներ են նախատեսված պետական եւ համայնքի բյուջեներից։ Մեր փողոցը եղել է անմխիթար վիճակում։ Դիմել ենք մեր քաղաքապետարանին, մեզ ընդառաջել է մեր փողոցը վերանորոգում են։ Մենք շնորհակալ ենք թե կառավարությանը, թե քաղաքապետարանից։ Աշխատանքները կատարվում են բարձր որակով։ Մենք շնորհակալ ենք ճանշինից եւ բոլոր աշխատողների ազատությունից եւ ցեզանից։ Փողոցի շինարարությունն իրականացվում է ճանապարհաշինական համապատասխան չափանիշներով 2050 քառակուսի մետր մակերեսով արկա հիմքի քանդումից հետո կատարվել է ավազակովճային նախաշերտի խճային հիմքի տեղադրում, բիտումի տարածում եւ ասֆալտապատում։ Անհրաժեշտ հատվածներում տեղադրվել են նաեւ մետաղե ճաղավանդակներ եւ բետոնե ջրատարներ։ Նախատեսվում է նաեւ փողոցի գծանշում եւ կահավորում։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան։ Համայնքային ոստիկանության բազումի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի 19-ամյա բնակիչը Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակներից վերցնում է կեղծողիներ, իր մեքենայով դրանք տեղափոխում եւ իրացնում։ Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ից 3-ը համայնքային ոստիկանները Աղայան փողոցում ձերբակալեցին երիտասարդին։ Նրա վարած մեքենան կնիկվեց պահպանվող հատուկ տարածքում, իսկ երիտասարդը ներկայացվեց Լոռու մարզային քննչական վարչություն։ Զուգահեռ ոստիկանները հսկողություն սահմանեցին այն ավտոտնակների մոտ, որտեղից ըստ երիտասարդը վերցրել էր կեղծողիները։ Նախաձեռնվեց քրեական վարույթ եւ հաջորդ 2 օրերին զննություններ կատարվեցին ավտոտնակներում։ Հայտնաբերվեցին շշալցված ծառատեսակ 3130 օղի, օղու դատարկ շշեր, բազմաթիվ պիտակներ ու կափարիչներ, օղու նմանվող հեղուկով ապակե մեծ տարաներ եւ այլ պարագաներ։ Նախաքննությունը շարունակվում է։
Հանրային անվտանգությանը սպառնացող ցանկացած դրսևորում շարունակում է արժանանալ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասցեական արձագանքին։ Այդ նպատակով ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները։ Ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի 1 տասնյակից ավելի հավաքատեղիներում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված եւ հանցավոր հակումներ ունեցող 266 անձ։ Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ, կանեփի թփեր, տանակներ, զենգզինամթերք։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։ Օգոստոսի 18-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանն ու ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը ներկայացրել են ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Ներկայացնելով հանրային անվտանգության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու ոստիկանության բարեփոխումների ընթացքը, Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ շարունակում է առաջնահերթություն մնալ հանցավորության կանխարգելումը, հանցավորություն ծնող պատճառների եւ դրան նպաստող պայմանների վերացումը։ Մեզ համար շարունակում է մարտահրավեր մնալ քրեական ենթամշակույթը եւ մեր քաղաքականությունը այստեղ շատ հստակ է, մենք անզիջում պայքար ունենք այս երևույթի նկատմամբ, նշեմ, որ նաեւ սա իշխող քաղաքական ուժի քաղաքական առաջնահերթություններից է, նաեւ մենք ունենք հասարակության մեր քաղաքացիների շրջանում իրականացվելիք աշխատանք, որպեսզի հասարակության մեջ եւս այս երևույթի նկատմամբ անհանդուրժող մոտեցումը լինի լիարժեք։ Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումներին Արմեն Մկրտչյանը նշել է, որ ամբողջությամբ ձևավորվել եւ գործում են ոստիկանության 4 հենասյունային ուղղությունները։ Մենք գվարդիան ձևավորելուց մեծապես ուշադրություն ենք դարձրել համալրող ծառայողների կրթությանը, կրթական process-ներից կառանձնացնել ուժային միջոցների գործադրման միասնական ստանդարտի հաստատմանը, որը գվարդիայի ձևավորման հետ ժամանակ մենք ունեցանք, սա կարևոր գործելակարգ նախատեսող մեթոդական փաստաթուղթ է, որով որ առաջնորդվում են ոստիկանության ոչ միայն գվարդիայի ծառայողները, այլ մյուս ծառայողները եւս։ Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը, Արմեն Մկրտչյանն ընդգծել է ոստիկանության 4 հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքի արդյունավետությունը։ Արդեն 2.5 տարի է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազում է Հայաստանի Հանրապետությունում։ Ես կարծում եմ, որ սա շատ մեծ ձեռքբերում է եւ պետք է այս աշխատելավոճը շարունակել, պահպանել եւ ել ավելի այս տեսանկյունից այդ թվերի եւ վիճակագրության նվազեցում արձանագրել։ Ոստիկանության թիրախային ուղղությունների շարքում Արմեն Մկրտչյանն առանձնացրել է նաեւ ընտանեկան եւ կենցաղային բռնության դեմ պայքարը։ Ունենք դեպքերի աճ, ինչը պայմանավորված է հաղորդումների ավելացումով, դիբելիությամբ։ Սա կարծես թե որոշակի դրական երևույթի մասին է խոսում, որ կա ոստիկանության նկատմամբ վստահություն եւ բռնության ենթարկված անձիկ դիմում են ավելի շատ, քան նախկինում։ Առաջին կիսամյակում հանցավորության հիմնական միտումներն ու գրանցված արդյունքները ներկայացրել է ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։ Ընդգծվել է, որ հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվն առաջին կիսամյակում նվազել է։ Միայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը նվազել է 1.9%-ով։ Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման գործընթացին Կամո Ցուցուլյանը նշել է, որ իրականացված աշխատանքների արդյունքում բարձրացել է բացահայտման արդյունավետությունը։ Առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են, առգրավված, հայտնաբերված եւ բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնված հրազենի թիվն աճել է շուրջ 8%-ով, 1204-ից հասնելով 1293-ի, իսկ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը նվազել է 11.9%-ով։ Արձանագրեմ, որ վերջին տարիների կատարվածքով սպանության կտրուկ եւ վտանգավոր աճի տեմպեր չունենք։ Առհասարակ մարդու դեմ ուղղված եւ հատկապես բռնությամբ զուգորդվող հանցագործությունները մտահոգիչ են եւ այս ուղղությամբ անհրաժեշտ է ունենալ հստակ քաղաքականություն։ Մեր ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ մեծամասամբ այսպիսի հանցագործությունների պատճառ են հանդիսանում անձանց առողջական
կրթական եւ սոցիալական հիմնախնդիրները։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է նաև տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների դեմ պայքարի արդյունքները։ Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 920 նման դեպք, ինչը 462-ով կամ 33.4%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացահայտվել է ավտոմեքենաների գողություն կատարող 43 հանցավոր խումբ։ Բանախոսները պատասխանել են նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Գորիսում մեկնարկեց քաղաքի 156-րդ տարեդարձին նվիրված տոնական օրը, որն այս տարի համատեղվել էր նաև ֆեստիվալ փառատոնի հետ։ Միջոցառումների ելակետը նորոգված ու բարեկարգված Չոփչունձոր թաղամասից էր ժապավենի կտրումով պաշտոնապես ազդարարվեց Գորիսյան օրերի եւ ֆեստիվալի սկիզբը։ Տեղ ուզում ես քինե, իրուսեն լև տեղ չկա, վիրուսեցիք հացավ, թասիբավ ժղորդ են, բայց ծրին է ծրին, արար աշխարկյամ են թմաշանում, բայց վիրուսի ծոր ջիրը, վիրուսեց ու զրից հնաղշունը, ոնաղատոն օջախար, հով չիտեսալ կերեսը, չիտեսալ աշխարը։ Թաղամասի փողոցներում տոնական տրամադրությունն ուղեկցվում էր Գորիսյան հյուրասիրությամբ, իսկ քաղաքի տոնին միացել էին Հայաստանի տարբեր մարզերից եւ արտերկրի ժամանած հյուրեր։ Սիրո քաղաքի ծննդյան օրը մեկտեղել էր Գորիսյան ավանդույթը, տեղական արտադրությունն ու ժամանակակից մշակույթը, քաղաքի տարբեր անկյուններում ստեղծելով տոնական ոճեր մթնոլորտ։ Իզույգ մոտիկացա մեզ, ասում է, ինչքան սիրուն է ձեր քաղաքը։ Ասեմ, հելա ժողովուրդն էլ ավելի սիրուն են, եւ քաղաքը, եւ քաղաքապետը, եւ ժողովուրդը։ Շնորհավորում եմ բոլորից Գորիսյան օրերի կապակցությամբ, ուրախ եմ, որ այսօր հենց Գորիսում եմ, ես Երևանում ուսանող եմ ու հենց այս օրվա համար եկել հասել եմ Գորիս, ուզում եմ բոլոր գորիսեցիները միշտ հետ գան իրենց քաղաք ու հասկանան, թե ինչ են թողել այստեղ, որովհետև այսօր Գորիսը մեծ նվաճումների է հասել։ Հաջորդ կանգառը քաղաքի կենտրոնն էր Կոմիտասի անվան փողոցը, որտեղ տաղավարներում ներկայացված էին Գորիսյան ավանդական ու ժամանակակից արտադրանքը, տեղական սննդամթերքն ու քաղաքի հայտնի բարիքները։ Տեղական արտադրողները հյուրերին ներկայացնում էին ոչ միայն իրենց աշխատանքն ու արտադրանքն, այլև դրանց ստեղծման պատմություններն ու ավանդույթները։ Մեզ համար շատ մեծ հնարավորություն է, որպեսզի մեր ապրանքատեսականին մենք ներկայացնում ենք ու ճանաչում է մեզ բերում։ Ինչպես նաև սպառողական համակարգում դա մեծ նշանակություն ունենում մեր սպառողներիս համար։ Շատ կարևորում ենք հենց մարդկանց անմիջական շփման միջոցով գինիների մասին անկեղծ անմիջական կարծիք լսելու այդ հանգամանքը, ինչպես նաև ինչպես տեսնում եք հրաշալի տրամադրություն է տիրում այստեղ եւ հենց մեզ համար շատ կարևոր է նաև այս տրամադրությունը, մասնակցությունը մեր մարզում նման գեղեցիկ միջոցառումների իրականացմանը։ Արդեն 21 տարի է ներկայանում ենք Գորիսում, ներկայացնում ենք մեր խմորեղենի եւ հացաբուլկեղենի արտադրությունը։ Այս տոնը Գորիսին տալիս է հնարավորություններ, մեծ հնարավորություններ ծանոթանալու եւ ծանոթացնելու Գորիսի եւ տեսարժան վայրերը եւ Գորիսի արտադրությունը։ Տոնը Գորիսինն էր, օրը գորիսեցիներինը, իսկ համայնքի զարգացմանն ու բարեկարգման ուղղված ծրագրերը, հետագա զարգացման առաջնահերթությունները պատկան մարմիններինը։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի առաջնահերթությունը դա Գորիսի բնակչության առաջնահերթությունն է եւ մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքով եւ համայնքը ներկայացնում է իր առաջնահերթությունները, կառավարությունը այդ մասով աջակցում է, որպեսզի հնարավորինս արագ զարգանա քաղաքը։ Մեր առաջնահերթությունը դա բարեկեցությունն է մարդկանց, ինչին ուղղված ամեն ինչ անում ենք եւ կանենք։ Շնորհավորում եմ բոլոր գորիսեցիներին օրվա կապակցությամբ։ Գորիսի տոնական օրը մշակութային ու երաժշտական կարևոր իրադարձությամբ շարունակվեց հանրային հեռուստաընկերությունը, որը Սյունիքում արդեն երկրորդ անգամ էր ֆեստիվալ կազմակերպում, մեկ հարթակում հավաքեց հազարավոր հանդիսատեսի։ Պիտի ասեմ, որ մեր տպավորությունները թե իմ թե գործընկերների հրաշալի են, Գորիսի համայնքապետարանի աշխատակիցների հետ հրաշալի գործընկերային հարաբերություններ ունենք ու միասին շատ սահուն ու հրաշալի ընթացք ենք անցել։ Ես վստահ եմ, որ շատ կարևոր են մարզային այս միջոցառումները, որովհետև այս օրերը առիթ են բոլոր զբոսաշրջիկների համար տեսնելու Հայաստանը նորից, հատկապես որ մենք առանձնացնում ենք մարզի ու քաղաքի տեսարժան վայրեր, իսկ իհարկե տեղացիների համար եւս մեկ անգամ ունենալու կարևոր, լավ ու լուսավոր ամառային մեկ օր։ Իսկ երբ արևը մայր մտավ, Գորիսի ծննդյան օրը վերածվեց իսկական երաժշտական փառատոնի Տաթևացու անվան հրապարակը լեփլեցուն էր։ Հազարավոր մարդիկ եկել էին վայելելու երեկոյի գլխավոր համերգը։
Ահա այսպես Գորիսում դիմավորեցին սիրված երգչուհի Տաթև Ասատրյանին երաժշտությունը, բարձր տրամադրությունն ու ջերմմթնոլորտը միավորել էին տարբեր սերունդների։ Մինչև կեսգիշեր երաժշտության հնչյունները տարածվեցին Գորիսյան փողոցներով, հասան ժայռերին, օրը վերածելով համընդհանուր տոնի։ Արևիկ Աբելյան, Նորայր Դանելյան, Սյունիք։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը իր իշխանական եւ ծառայողական լիազորություններն օգտագործելով ստացել է կաշառք։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է, վերջինիս Երևանի Պետական Համալսարան ընդունելությունն անխոչնդոտ ապահովելու նպատակով նրա ազգականից պահանջել են նախ 5000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում 4000 ԱՄՆ դոլար կաշառք։ Ֆինանսիաների դիգիրեր չէ, հետո համասարի դա շահացած քաղաքացիների դերերը փորած դիմություններ տան, սպասը բավարար չեմ ասել, այլ պատասխանը կտամ, հանձնաժողով։ Դրանց եկավ ասացի 5000 դոլար այդքան դինի, բայց ասեց որպես դու 4000։ Նախաքննության ընթացքում Երևանի Պետական Համալսարանի ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան։ Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է տեղեկությունը, որ Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքագետի նկատմամբ, որոնք ըստ ադրբեջանական կողմի վիրավորական արտահայտություններ են թույլ տվել ադրբեջանցիների եւ Ադրբեջանի իշխանության հասցեին, նաեւ հանրապետության սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր են արել։ Գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան նշել է, տեղյակ են ստեղծված իրավիճակին, սակայն այդ անձանց հայտարարությունները ոչ մի կերպ չեն արտացոլում Մոսկվայի մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ։ Համարում ենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները պետք է գնան արկա երկկողմ փաստաթղթերի հիման վրա, շեշտել է Զախարովան։ Զուգահեռ նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան կպաշտպանի Ռուսաստանի քաղաքացիների օրինական իրավունքները եւ շահերը։ Միևնույն ժամանակ չենք կարող չնշել, որ ադրբեջանական տեղեկատվական դաշտում մշտապես տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ։ Բազմիցս առաջարկել ենք ադրբեջանցի գործընկերներին հանգիստ առանց քաղաքականացնելու կամ աղմուկի քննարկել տեղեկատվական միջավայրի բարելավման հարցը, շարունակել է Մարիա Զախարովան։ Պաշտոնյան հույս է հայտնել, որ նման երկխոսություն կկայանա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերն ուկրաինական 453 ԱԹՍ խոցելու մասին, ըստ գերատեսչության թիրախում են եղել Կալուգայի, Վոլոգդայի, Ռիազանի, Ռոստովի, Մոսկվայի եւ այլ մարզեր, նաեւ Ղրիմը։ Հաղորդվում է, որ Բաշկորտոստանում եւ Նիժնի Նովգորոդի մարզում արդյունաբերական եւ բնակելի օբյեկտներ են վնասվել կամ տուժածներ։ Ուֆայում հրդեհ է բռնկվել վերանորոգման փուլում գտնվող նավթավերամշակման գործարանում։ Ռուս-ուկրաինական հակամարտությանն է անդրադարձել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա հայտարարել է, Մոսկվան չի պատրաստվում շփման գծի երկայնքով սառեցնել հակամարտությունը։ Դուք գիտեք մեր դիրքորոշումը, դա բացառվում է, հավելել է նա։ Ուշակովն անդրադարձել է Մոսկվա Սպիտակ տան բանագնացների հնարավոր այցին, նշել, որ կտեղեկացնեն, եթե նման հանդիպում կազմակերպվի։ Իրանը 2 բալիստիկ հրթիռ է արձակել Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ, սակայն դրանք չեն հասել նպատակակետին, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Մեկն ընկել է երկրի տարածքային ջրերից դուրս, մյուսը ջրերում, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Համեզինված ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում եւ պատրաստ են վճռական արձագանք տալ ցանկացած սպառնալիքի։ Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է ԱՄԷ-ի մեղադրանքները, Էսմայիլ Բաղային նշել է, նման պահվածքը հակասում է բարիդրացիության սկզբունքին եւ խաթարում տարածաշրջանային երկրների միջև վստահություն ու կայունությունը։ Նա կոչ է արել բոլորին խուսափել Իրանի դեմ անհիմն մեղադրանքներից։ Այնուհանդերձ Աբու Դաբին հայտարարել է, որ կասեցնում է Իսլամական Հանրապետության հետ առևտրային եւ ֆինանսական գործարքները։ Միևնույն ժամանակ ամեն ընդգծում է երկխոսության, համագործակցության եւ տարածաշրջանային ինտեգրացիայի կարեւորությունը։
Իսրայելից արձագանքել են մեղադրանքներին, որ հրեական պետության ռազմական ինքնաթիռները 4 ավիահարված են հասցրել Աբու ալ-Դուհուր լքված ռազմական ավիաբազային, որը գտնվում է Սիրիայի Իդլիբ նահանգի արևելյան հատվածում։ Դամասկոսը նաև հայտարարել էր, որ Իսրայելը շարունակում է օկուպացիոն քաղաքականություն վարել։ Այս ֆոնին Իսրայելն էլ մեղադրել է Սիրիային ձեռք բերված համաձայնությունները խախտելու համար։ Սիրիան գրեթե խախտել է անվտանգային հարցերում ստատուս քվոն թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը Հալեպից ոչ հեռու գտնվող ավիաբազայում, ասված է Բենյամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։ Ընդգծվում է, որ Իսրայելը բազմիցս զգուշացրել է Սիրիային, որ նման քայլը սպառնալիք կներկայացնի Իսրայելի համար։ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը, որն ավելի վաղ անհարկի էսկալացիա էր որակել Իսրայելի գործողությունները, հայտարարել է, որ Վաշինգտոնն աշխատում է Իսրայելի, Սիրիայի եւ Թուրքիայի միջև իրավիճակի լիցքաթափման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։ Նա հույս է հայտնել, որ սիրիական ավիաբազային հարվածի հետևանքով տարածաշրջանում նոր սրացում չի լինի։ Դիանա Գասպարյան, Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր են քննարկել ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեն։ Կողմերն անդրադարձել են վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Կարևորվել է Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, այդ թվում Տրամպի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի իրականացումը։ Ընդգծվել է նաև հումանիտար հարցերի լուծման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ընդլայնման վերաբերյալ։